Աղետը տեղի չի ունենում մեկ գիշերում։ Սա հազարավոր փոքր որոշումների արդյունք է, որոնցից յուրաքանչյուրը ընդունման պահին թվում էր ողջամիտ, ստիպված, անխուսափելի։ Սկզբում հետաձգեցին մեկ բարեփոխում, հետո չեղարկեցին մեկ փաստաթուղթ, հետո անտեսեցին մեկ նախազգուշացում։ Եվ այսպես քայլ առ քայլ մի երկիր, որը ուներ պլան, ուներ ռեսուրսներ, ժամանակ, ինքն իրեն հասցրեց անդունդի եզրին։ Ողջույն, ես Արտուր Խաչիկյանն եմ, եւ այսօր մենք խոսենք ոչ թե տեսական գեոպոլիտիկայի, այլ ազգային աղետի շատ կոնկրետ ճանապարհային քարտեզի մասին։ Թե ինչպես մի պետություն, որը ուներ ռազմավարություն, ուներ բանակ, ուներ դաշնակիցներ եւ հնարավորությունների պատուհան, կամավոր այդ ամենը դուրս նետեց պատուհանից։ Սա պատմություն է դիվերսիայի մասին, քաղաքական ինքնասպանության մասին, այն մասին, թե ինչպես ընդամենը 7 տարվա ընթացքում մի ժողովրդի ձեռքից, որը հավատում էր, թե Արցախում ապագա ունի, սահեց ու գնաց մի ամբողջ ազգ։ Սկսենք փաստերից, միայն փաստերից, ամսաթվերով, թվերով, փաստաթղթերով։ 2018 թվականին, երբ գեներալ Վիգեն Սարգսյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, մշակվեց եւ պաշտոնապես ներկայացվեց Հայաստանի զինված ուժերի նորացման 2018-ից 2024 թվականների լայնամասշտաբ 7-ամյա ծրագիրը։ Դա ոչ թե կարգախոս էր կամ նախընտրական փաստաթուղթ, այլ կոնկրետ ռազմավարական պլան, հստակեցված նպատակներով, ժամկետներով եւ ֆինանսական պարամետրերով։ Ինչպես գրում է հայկական առավոտ պարբերականը, ծրագիրը դիտարկվում էր որպես բանակի երկարաժամկետ զարգացման առանցքային գործիքներից մեկը եւ դրվել էր ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը։ Ինչպես նշում է Armenpress-ը, պաշտպանության նախարարությունը Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ պատրաստել էր այդ փաստաթղթի բաց ոչ գաղտնի մասը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նորացման 2018-ից 2024 թվականների ծրագիր վերնագրով, որը ներկայացվել էր քաղաքական կորպուսին եւ հանրությանը որպես բանակի զարգացման 7-ամյա պլան։ Արևմտյան վերլուծական կենտրոնները արձանագրել էին այս պլանի հայտնվելը։ Ինչպես գրում էր Jamestown Foundation-ը, խոսքը Հայաստանի զինված ուժերի նորացման 2018-ից 2024 թվականների ծրագրի մասին էր, որը պետք է պատրաստեր Հայաստանը ապագայի պատերազմներին, շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական սպառնալիքների, բարձր ճշգրտության հարվածների եւ կիբերտարածքային խնդիրների վրա։ Փաստաթղթում բացահայտորեն ընդունվում էր, որ Ադրբեջանը անխուսափելի անվտանգային սպառնալիք է եւ ինչպես ընդգծում է Jamestown Foundation-ը, Հայաստանի իշխանությունները չէին բացառում լայնամասշտաբ ռազմական գործողությունների կտրուկ վերսկսումը, որոնք կարող են դուրս գալ Ղարաբաղի սահմաններից եւ տեղափոխվել հենց հանրապետության տարածք։ Ինչպես գրում է Jamestown Foundation-ը, ծրագրի առանցքային առաջնահերթություններից մեկը դարձավ հրամանատարության կառավարման եւ կապի միասնական համակարգի ներդրումը, որոնք ինտեգրված են միասնական տեղեկատվական տիրույթում։ Այս նպատակին հասնելու համար նախատեսվում էր գնել առաջադեմ բաղադրիչներ, կապված համակարգիչների, իրական ժամանակում դիտարկման, հետախուզության, նավիգացիայի եւ ճշգրիտ հարվածներ հասցնելու միջոցների հետ։ Առանձնահատուկ ուշադրությունը ըստ հրապարակմանը դարձվում էր բարձր ճշգրտության, բալիստիկ հրթիռների եւ հեռահար հրետանու ներուժի զարգացմանը։ Պարբերականի տեղեկություններով դա պետք է Հայաստանին օգներ հակառակորդի տարածքի խորքում, շտաբներին եւ կրիտիկական տնտեսական ենթակառուցվածքներին ճշգրիտ հարվածներ հասցնելու կարողություն տալ։ Զսպել պատժի միջոցով ռազմավարության շրջանակներում։ Բարեփոխումը հենվում էր նաեւ Վիգեն Սարգսյանի կողմից առաջարկված ազգ-բանակ պլանի վրա, որը, ինչպես նշում է Jamestown Foundation-ը, կոչված էր ակտիվացնելու հասարակության եւ գիտական հատվածի մասնակցությունը պաշտպանության ամրապնդման գործում։ Այդ ժամանակաշրջանի պաշտոնական հայտարարություններում, որոնց հղում էին անում վերլուծաբանները, դրվում էր հավակնոտ նպատակ։ Տեղական ռազմարտությունաբերական համալիրը պետք է ապահովեր բանակի ներքին կարիքների մոտ 25%-ը։ Այս պլանների իրականացման համար, ինչպես նշում է Jamestown Foundation-ը, Հայաստանը նախատեսում էր պաշտպանության եւ անվտանգության ծախսերը հասցնել հնայի առնվազն 4%-ի մակարդակին, շեշտը դնելով սեփական տեխնոլոգիաների եւ գիտական ներուժի զարգացման վրա։ Պարբերականի փորձագետների կարծիքով նման ծրագիրը ակտիվ զսպման համակարգ ստեղծելու մի փորձ էր, որը ընդունակ կլիներ ագրեսորին հասցնել ոչ համաչափ վնաս հարձակման դեպքում։ Բայց ահա թե ինչ տեղի ունեցավ այն պահին, երբ Փաշինյանը եկավ իշխանության 2018 թվականի մայիսին։ Պլանը գրեթե ամբողջությամբ սառեցվեց։
2019 թվականին Փաշինյանը որոշում է կայացրել գնել 4.30 սմ կործանիչ հոբ համակարգերի գնման փոխարեն։ Ինչպես հաղորդում է Forecast International վերլուծական պարբերականը, Երևանը 2019 թվականին պատվիրեց 4.30 սմ, որոնք պետք է դառնային Հայաստանի ռազմաօդային ուժերի պարկի թարմացման սկիզբը, ըստ որում ընդհանուր կարծիքով երկիր հեռանկարում ակնկալում էր ստանալ մինչև 12 նման ինքնաթիռ։ Su-30-ը հիանալի ինքնաթիռ է, միայն թե կա մի մանրուք։ Ինքնաթիռը առանց հրթիռների դա ջահ է առանց տանիքի տան մեջ։ Ինքնաթիռները Հայաստան ժամանեցին 2020 թվականին, բայց դրանց համար հրթիռները այդպես էլ չգնվեցին։ Ինչպես պարզել է հայկական Media AM պարբերականը, իր հրթիռներ Su-30 SM-ի համար 1 կան, 1 չկան հետաքննության մեջ կորզանիչները երկիր են ժամանել դեռևս 2020 թվականին, բայց առանց անհրաժեշտ մարտակազմի։ Լրագրողները մատնանշում էին վարչապետի խոսքերում արկա կտրուկ հակասությունները։ Եթե 2020 թվականի հուլիսին Փաշինյանը հայտարարում էր կառավարվող հրթիռների հաջող կիրառման մասին, ապա 2021 թվականին Մարտին խոստովանեց, որ դրանք ընդհանրապես չեն գնվել։ Ըստ Media AM-ի եզրակացությունների գործնականում կործանիչները կարող են օգտագործվել միայն B8M1 չկառավարվող հրթիռների ժամանակակից հեռահար համակարգերի փոխարեն, որոնց մասին հայտարարվել էր նախկինում։ Նորմալ է խոսել այն մասին, որ փող չկա, բայց փող կար։ Կարելի է արդյոք ձախողումները արդարացնել միջոցների բացակայությամբ։ Թվերը հակառակն են ասում։ Ինչպես նշում է EVN Report պարբերականը, մինչև 2020 թվականը նկատվում էր Հայաստանի ռազմական ծախսերի կտրուկ եւ արագ աճ։ Եթե 2014 թվականին դրանք կազմում էին հնայի 3.9%, ապա 2019 թվականին այդ ցուցանիշը թռավ մինչև 4.9%։ Այս տվյալները հաստատվում են նաև միջազգային կազմակերպությունների կողմից։ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության ինստիտուտի SIPRI տվյալներով միայն 2020 թվականին Հայաստանի պաշտպանության կարիքների համար ուղղվել է $635 միլիոն։ Փոխհամակարգում կար։ Ինչպես հաղորդում է EVN Report արդեն ռազմական գործողությունների ընթացքում, 2020 թվականի հոկտեմբերին խորհրդարանը որոշում կայացրեց ավելացնել այդ գումարը ևս $80 միլիոն։ Ծագում է օրինաչափ հարց. ուր գնացին այդ ահռելի միջոցները։ Դատելով արդյունքներից, փողը ծախսվում էր ամեն ինչի վրա, բացի նրանից, ինչը կենսականորեն անհրաժեշտ էր ճակատի համար։ Transparency International կազմակերպությունը իր 2020 թվականի պաշտպանական ոլորտում բարևարկության ինդեքսը GDI զեկուցման մեջ Հայաստանին շնորհել էր կոռուպցիոն ռիսկի բարձր մակարդակ D կատեգորիա։ Ինչպես նշում են վերլուծաբանները, պաշտպանական գնումների կտրուկ աճը չուղեկցվեց վերահսկողության համակարգի ստեղծմամբ։ Ըստ զեկույցի, երկրում գոյություն ունեցող կառավարման մոդելը գնումների գործընթացը ենթարկում էր զգալի կոռուպցիոն ռիսկերի, քանի որ Հայաստանում բացակայում է պլանավորման հստակ մեխանիզմը, որը կներառեր արտաքին վերահսկողության կամ ուղղակիորեն կկապեր կոնկրետ գնումները ազգային անվտանգության ռազմավարության հետ։ Ինչ է սա նշանակում պարզ լեզվով։ Շղթան այսպիսին է. բյուջետային փողերը մտնում են նախարարություն, իսկ հետո ծախսվում են գնումների վրա, որոնք ոչ ոք չի վերահսկում, եւ որոնք որևէ կերպ կապված չեն պաշտպանության իրական պլանի հետ։ Մենք տեսնում ենք հսկայական հիմնադրամի քաղաքական տնօրինում ռազմավարության փոխարեն։ Երբ հաղթանակի համար անհրաժեշտ փոխարեն գնվում է այն, ինչ հարմար է ղեկավարությանը, դա ճանապարհ է դեպի աղետ։ Civilnet պարբերականը պարտության պատճառների իր վերլուծության մեջ բարձրացնում է քրիտիկական մի հարց. ինչու Հայաստանը չգնեց այն համակարգերը, որոնք վճռորոշ դարձան Ադրբեջանի հաղթանակի համար։ Լրագրողները ուղղակիորեն հարցնում են, թե ինչու առաջնահերթությունը չի տրվել հարվածային անօդաչու թռչող սարքերին եւ մեծ հեռահարության համակարգային կրակի ռեակտիվ համակարգերին։ Ինչպես ընդգծում է Civilnet-ը, ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից սարքավորումների եւ հոբ համակարգերի բացակայությունը հայկական ուժերին զրկեց տեխնոլոգիական հակառակորդին արդյունավետ դիմադրության ցույց տալու հնարավորությունից։ Ինչպես հաղորդում է Հետք AM պարբերականը, գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը Արցախում տեղի ունեցած աղետի պատճառներն ուղղակիորեն անվանել է քաղաքական ղեկավարության, առաջնորդության բացակայության եւ տգիտություն։ Ընդ որում, Civilnet վերլուծական պորտալը հիշեցնում է, որ դասերը պետք է քաղվեն դեռևս 2016 թվականին։ Ըստ պարբերականի փաստաթղթերի,
Ռազմական ղեկավարությունը գիտեր դրոնների վճռորոշ դերի մասին անմիջապես ապրիլյան բախումներից հետո, որոնք դարձան հակառակորդի տեխնոլոգիական գերազանցության առաջին հստակ ազդանշանը։ Իրական աղետը երկրաշարժը չէ։ Դա հարյուրավոր սխալ շրջադարձներից բաղկացած երկար գործընթացի վերջնակետն է։ Պատմության կրիտիկական պահերին առաջնորդի աշխատանքը ոչ թե գեղեցիկ կենացներ ասելն է, այլ այնպիսի որոշումներ կայացնելը, որոնք փրկում են ազգը։ Առաջնորդը նա է, ով գիտակցում է յուրաքանչյուր բառի գինը եւ պատասխան տալիս եւ կրում հետևանքների համար, բայց ինչ է պատահում, երբ սառը ռազմավարության փոխարեն երկիրը կառավարում է պոպուլիզմը։ Ինչ է լինում, երբ առաջնորդը պատերազմին իրական պատրաստությունը փոխարինում է բարձրագույն կարգախոսներով, իրեն եւ ժողովրդին քշելով քաղաքական փակուղի։ 2018 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանագերտում հայտարարեց, որ միայն Արցախի ղեկավարությունը կարող է խոսել հանրապետության անունից։ Ըստ USC Institute of Armenian Studies տվյալների, այս այցը նշավորեց հրաժարում նախկին քաղաքական գծից, որտեղ Հայաստանը հանդես էր գալիս որպես միակ բանակցող։ Փաստացի սա վերջնագիր էր Բաքվին, որը արգելափակեց բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանը Արցախի միջազգային ճանաչումը անվանեց առաջնահերթ խնդիր։ FIP-AM հարթակը արձանագրում է, որ այդ ժամանակահատվածում վարչապետը պնդում էր Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ, որպես լեգիտիմության հարց։ Սակայն նման պայմանների առաջադրումը առանց պատշաճ ռազմական պատրաստության հանգեցրեց երկխոսության վերջնական սառեցմանը։ 2019 թվականի օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում Փաշինյանը հռչակեց «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսը։ Ինչպես նշում է FIP-ը, այս հայտարարությունը ուղեկցվում էր մինչև 2050 թվականի զարգացման պլանով, որտեղ տարածաշրջանը դիտարկվում էր որպես պետության անբաժանելի մաս։ Նման հռետորաբարությունը եւ միացումի հրապարակի կոչերը ամբողջությամբ ջնջեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հենց իր իսկ խոսքերը։ Մարտին հռչակելով անկախություն, իսկ օգոստոսին միացում, Փաշինյանը Ադրբեջանին իրական առիթ տվեց Հայաստանին մեղադրելու խաղաղությունից դուրս գալու մեջ։ FIP-ի վերլուծությամբ միջազգային միջնորդները դա անցկալեցին որպես մերժում կոմպրոմիսային մադրիդյան սկզբունքներին։ 2018 թվականի սեպտեմբեր, Դուշանբե։ Վերլակում հանդիպման կադրերը, որոնք հրապարակվել էին Սպուտնիկ Արմենիայի կողմից, դարձան նոր դարաշրջանի սկզբի խորհրդանիշ։ Բայց ինչ է իրականում այնտեղ քննարկվել։ Ինչ է հաղորդում պաշտոնական Report-AZ գործակալությունը 2025 թվականի նոյեմբերին։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհան Բայրամովը բացահայտել է սենսացիոն մանրամասներ։ Նրա խոսքով այդ վերելակում Փաշինյանը Ալիևին համոզում էր իր կառուցողական լինելու մեջ, հայտարարելով. «Ես նոր եմ եկել իշխանության եւ կձեռնարկեմ անհրաժեշտ քայլեր կարգավորման համար»։ Սակայն ինչպես փոխանցում է Aksar-AZ պարբերականը, այդ պատրաստականությունը արագորեն փոխարինվեց վախով։ Բայրամովը պնդում էր, որ ավելի ուշ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը կտրուկ փոխվել է։ Aksar-AZ հրապարակման մեջ բերվում է Փաշինյանի ուղղակի խոսքը, որը նա իբր հասցեագրել է ադրբեջանական կողմին։ «Ինձ կսպանեն, եթե ես քայլ անեմ հակամարտության լուծման ուղղությամբ։ Դուք ուզում եք, որ ինձ սպանեն»։ Այս խոստովանությունները, որոնք բացահայտվել էին 7 տարի անց, ցույց են տալիս Փաշինյանը հասկանում է խաղաղության հարստությունը, բայց ընտրեց քաղաքական գոյատևումը ամբողջ երկրի անվտանգության գնով։ 2020 թվականի հունիսին Հայաստանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը պաշտոնապես տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշինքի դեմ պատերազմում հաղթանակի անհնարինության մասին։ Հետախուզությունը 2 տարի շարունակ տվյալներ էր տրամադրում աճող սպառնալիքների մասին, սակայն քաղաքական ղեկավարությունը անտեսում էր հակամարտությունը քաղաքական ճանապարհով կանխելու կոչերը։ Ինչպես փոխանցում է Civilnet պարբերականը, 2020 թվականի հունիսին գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնի Գասպարյանը Փաշինյանին ներկայացրեց զեկույց սպասվող հակամարտությունը Թուրքիայի մասնակցության բարձր հավանականության մասին։ Գասպարյանը ուղղակիորեն հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերը չեն կարողանա հաղթահարել նման սպառնալիքը եւ պնդում էր բոլոր քաղաքական ջանքերի գործադրումը պատերազմը կանխելու համար։
4 օր անց, հունիսի 12-ին, այս նախազգուշացումը պաշտոնապես կրկնեց ազգային անվտանգության խորհրդի նիստում երկրի ողջ բարձրագույն քաղաքական դասի առջև։ Ըստ Armenpress գործակալության հաղորդմանը ԱԱԾ հետախուզությունը կանոնավոր կերպով զգուշացնում էր պատերազմի հավանականության մասին 2018 թվականի մայիսին, Փաշինյանի իշխանության գալու պահից սկսած։ 2023 թվականի հունիսին վարչապետը խորհրդարանական լսումների ժամանակ ընդունեց, որ հատուկ ծառայությունները անընդհատ արձանագրել են աճող սպառնալիքը իր կառավարման ողջ ընթացքում։ Անմիջապես ռազմական գործողությունների սկսելուց առաջ 2020 թվականի սեպտեմբերին հակամարտության հավանականությունը գերատեսչության կողմից գնահատվում էր 30%, ինչը հաստատում է երկրի ղեկավարության լիակատար տեղեկացվածությանը իրավիճակի մասին։ Ներխուժման սկսվելուց 2 օր առաջ հայկական հատուկ ծառայությունները ստացան նախապատրաստվող գործողության ուղղակի ապացույց։ Ըստ Armenpress-ի տվյալների 2020 թվականի սեպտեմբերի 25-ին իրականացվել է թուրքական F-16 կործանիչների օդաչուների ռադիոխոսակցությունների գաղտնալսում։ Օդաչուները քննարկում էին իրենց մասնակցությունը կիրակի օրը նախատեսված կարևոր իրադարձությանը, որը դարձավ լայնամասշտաբ պատերազմի սկզբի օրը, սեպտեմբերի 27-ը։ Այս տեղեկատվությունը ստիպեց զինվորականներին սկսել մարտական պատրաստականության փուլային բարձրացումը, բայց ժամանակին քաղաքական որոշումների բացակայությունը երկիրը թողեց խոցելի վիճակում։ 2020 թվականի սեպտեմբերի 27 պատերազմի սկիզբը։ Ինչպես փոխանցում է Armenian Weekly պարբերականը, 2025 թվականի դեկտեմբերի 4-ի հրապարակման մեջ փաստաթղթերի բացահայտումից հետո հայտնի դարձավ, որ հայկական բանակը ունեցել է Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի լիակազմ զորավարակի պլան։ Սակայն ըստ Armenian Weekly նյութերի, Փաշինյանը հրաժարվել է ուժերի լիարժեք մոբիլիզացիա կայացնել։ Ռազմական վերահսկողական ծառայության գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի խոսքով Փաշինյանը նվազագույն ջանքեր է գործադրել այն գործում, ինչը պետք է լիներ էգզիստենցիալ պատերազմ Արցախի եւ Հայաստանի գոյատևման համար։ Նա հայտնեց, որ մինչև հոկտեմբերի 30-ը պատերազմի սկսվելուց ավելի քան 1 ամիս առաջ զորավարակվել էր Արցախի ուժերի միայն 70%-ը եւ Հայաստանի պահեստազորայինների 52%-ը։ Նրա խոսքով Հայաստանի ռազմական դոկտրինը նախատեսում է գրեթե ամբողջական զորահավաք պատերազմի սկսելուց 24 ժամվա ընթացքում։ Նա նաև ասաց, որ պատերազմի 3-րդ օրը Փաշինյանը հրամայել է դադարեցնել կանոնավոր հայ պահեստազորայինների մատակարարումը Արցախ եւ նրանց փոխարինել միայն կամավորական ջոկատներով։ Սա նշանակում էր դադարեցվել կանոնավոր պահեստազորայինների ուղարկումը Արցախ։ Կամավորները չունեին հրամանատարական կառուցվածք, համակարգում կամ մարտավարական պլան։ Շուշի քաղաքը գտնվում էր ռազմավարական դիրքում, վերահսկելով Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից մի քանի 100 մետր բարձրության վրա։ Դա առանցքային դիրք էր, որից կախված էր ողջ տարածաշրջանի պաշտպանությունը։ 2020 թվականի հոկտեմբերի վերջին ադրբեջանական հատուկ ջոկատայինները հնգօրյա երթ կազմակերպեցին անտառներով եւ կիրճերով, խուսափելով հիմնական ճանապարհներից եւ հետահենակետներից։ Ըստ Modern War Institute-ի, նրանք բաժանվել էին 100 հոգանոց խմբերի եւ թափանցել ժայռերի եւ ծառիթափ լանջերի միջոցով, որոնք հայկական հրամանատարությունը համարում էր անանցանելի։ Քաղաքի պաշտպանները, սպասելով հիմնական հարձակումը գլխավոր ուղղություններից, այդ հատվածները թողել էին անպաշտպան։ Մինչև նոյեմբերի 4-ի գիշերը ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները հասան գլխավոր ճանապարհին եւ արգելափակեցին մատակարարման եւ տարանման հնարավորությունը։ Հակառի գետի վրայով կամրջի պայթեցումը վերջնականապես մեկուսացրեց քաղաքը։ Շուշին շրջապատված էր 3 կողմից եւ օգնություն այլևս չէր կարող այնտեղ հասնել։ Նոյեմբերի 6-ի առավոտյան Շուշիի պաշտպանության հրամանատար Արշավիր Ղարամյանը լքում է քաղաքը։ Նրա հեռանալուց հետո սկսվեց ադրբեջանական ուժերի թափանցումը քաղաքային թաղամասեր։ Նոյեմբերի 7-ից 9-ը ընթանում էին ինտենսիվ փողոցային մարտեր վատ տեսանելիության եւ մարախուղի պայմաններում, ինչը ժամանակավորապես զրկեց Ադրբեջանին դրոններ օգտագործելու հնարավորությունից։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց լիակատար հաղթանակի եւ Շուշիի նկատմամբ վերահսկողության մասին։ Շուշիի անկումը դարձավ պատերազմի վճռորոշ պահը։
հենց որ քաղաքը ընկավ, հետագա դիմադրությունը դարձավ անիմաստ, քանի որ Ադրբեջանը հնարավորություն ստացավ սպառնալու եւ գրավելու տարածաշրջանի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Համաձայն Causes of Armenia's Defeat in 2020 փաստաթղթի Civilnet 2021 թվականի մայիս պաշտոնական վերլուծության դա որը պատրաստվել էր փորձագիտական հանձնաժողովի կողմից։ Հայաստանի ղեկավարության ռազմավարական սխալները ուղղակիորեն նպաստեցին Շուշիի անկմանը։ Ղեկավարությունը չստեղծեց հրամանատարության միասնական համակարգ Հայաստանի բանակի եւ Արցախի ուժերի միջև։ Շուշիի պաշտպանության հրամանատարը գործում էր առանց քաղաքի պաշտպանության համաձայնեցված պլանի եւ առանց պատշաճ պայստային ուժերի։ Civilnet-ի ուղղած հարցին, ինչու է հայկական ուժերին հրամայվել նահանջել հարավային թևից, մինչդեռ պատրաստված չէր ոչ մի ուրիշ պաշտպանական գիծ, որին նրանք կարող էին հենվել, պատասխան չկա։ Սա նշանակում էր, որ ճանապարհը դեպի Շուշի բաց էր ադրբեջանական զորքերի համար։ Բայց սպասեք, սա դեռ պատմության ավարտը չէ։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կապիտուլյացիայի ստորագրումից 3 շաբաթ առաջ Հայաստանի ղեկավարությունը ստացավ հրադադարի առաջարկ, որը կարող էր պահպանել վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է Armenpress պարբերականը, 2023 թվականի հունիսի 20-ի հրապարակման մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր կարգավորման պլան, որը մշակվել էր հակամարտության սկսելուց տարիներ առաջ։ Ըստ Armenpress-ի տվյալների, Ռուսաստանի կողմից առաջարկված պլանը նախատեսում էր Ադրբեջանին հանձնել 7 հարակից շրջանները Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի պահպանմամբ։ Համաձայնագրի կարևորագույն կետն այն էր, որ Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ, ըստ որում ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեին Լաչինի միջանցքում եւ Մեղրիում, Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև կապը ապահովելու համար։ Փաշինյանը պաշտոնապես մերժեց այս առաջարկը, իր որոշումը բացատրելով արտատարածքային միջանցք ստեղծելու անցանկանալիությամբ։ Armenpress-ը մեջբերում է նրա հայտարարությունը խորհրդարանական լսումների ժամանակ։ Ես չհամաձայնվեցի, որ Հայաստանի տարածքում առաջանա մի շերտ, որը չի գտնվում նրա վերահսկողության տակ։ Ես ասացի, որ համաձայն եմ ճանապարհին, բայց ոչ միջանցքին։ Վարչապետը համարում էր, որ նման պայմանը կխախտի երկրի սուվերենությունը, թեև հետագայում համաձայնվեց TRIP ձևաչափին։ Ուղիղ 3 շաբաթ անց ստորագրվեց վերջնական համաձայնագիրը այնպիսի պայմաններով, որոնք զգալիորեն ավելի վատն էին, քան հոկտեմբերյանը։ Ըստ Armenpress-ի տեղեկությունների, նոր փաստաթղթով Շուշին հանձնվում էր Ադրբեջանին, իսկ նրա վերահսկողության տակ անցավ Լեռնային Ղարաբաղի տարածքների ավելի քան 72%-ը։ Հայաստանը կորցրեց ռազմավարական քաղաքը, բայց միևնույն ժամանակ մնաց նույն իրավիճակում Մեղրիով տրանսպորտային հաղորդակցության հարցի վերաբերյալ։ Մերժելով հոկտեմբերին այդ առաջարկը, որը պահպանում էր Շուշին, Փաշինյանը պատերազմը շարունակեց եւս 3 շաբաթ առանց որևէ հաղթելու հնարավորության։ Հոկտեմբերի 19-ից հետո յուրաքանչյուր օրը սպանվում էին եւ վիրավորվում էին մարդիկ այն տարածքների համար, որոնք ի վերջո կորցվեցին ամեն դեպքում։ Պատերազմի ավարտից հետո 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի ղեկավարության հռետորաբանությունը սկսեց ենթարկվել խորը փոփոխությունների։ Եթե 2020 թվականի նոյեմբերին վարչապետը խոսում էր բացառապես ազգային ցավի եւ ողբերգության մասին, ապա մինչեւ 2021 թվականը նրա ելույթները ստացան այլ բնույթ։ Ինչպես գրում է Armenian Weekly-ն, Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին ասում է. ինչպես կարելի է Շուշին համարել հայկական վերահսկողության տակ գտնվող մի քաղաք, եթե բնակչության 96%-ը ադրբեջանցիներ են։ Այնուհետև Փաշինյանը հիշատակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմի ավարտից մի քանի շաբաթ առաջ ընդունել հրադադարի մասին Հայաստանի պահանջը, այն պայմանով, որ հայերը թույլ կտան նախկին ադրբեջանցի բնակիչներին վերադառնալ Շուշի, հայկական կառավարման ներքո։ 2018-ի եւ 2022-ի միջև տեղի ունեցավ Փաշինյանի դիրքորոշման լիակատար փոփոխություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս փոփոխությունը արտացոլված է Fact Investigation Platform-ի մանրակրկիտ վերլուծության մեջ, որը փաստաթղթավորում է նրա դիսկուրսի փոփոխության յուրաքանչյուր փուլը։ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում Փաշինյանը արտասանեց այն արտահայտությունը, որը դարձավ այդ ժամանակաշրջանի նրա դիրքորոշման խորհրդանիշը՝ Արցախը, Հայաստանը եւ վերջ։
Դա կտրուկ անվերապահ ձևակերպում էր։ Նույն ժամանակաշրջանում ըստ ՖԻՊ-ի վերլուծության Փաշինյանը պնդում էր, որ Թավշյա հեղափոխությունը պետք է անխուսափելիորեն հանգեցնի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը, եւ որ ինքը պատրաստ է բանակցել միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հիման վրա։ Մինչև 2021 թվականի դեկտեմբերը, պատերազմից ընդամենը 1 տարի անց, Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարտադիր չէ, որ նշանակի նրա անկախությունը։ Տեսեք, հայ հանրության շրջանում իմիջիալոց նաև որոշակի պրոպագանդայի արդյունքում ձևավորվել է հետևյալ բան, որ եթե մենք ասում ենք окончательный статус Նագորնո Ղարաբաղը, այդ ուրեմն նշանակում է անկախություն Ղարաբաղի կամ չգիտեմ ուրիշ մի բան։ Իսկ ով է դա ասել։ ՖԻՊ-ը բարձրացնում է այս պահը որպես շրջադարձային կետ, երբ Փաշինյանը սկսեց հրաժարվել ինքնորոշման եւ անկախության մասին նախկինում արած իր հայտարարություններից։ Մինչև 2022 թվականի ապրիլը, ըստ ՖԻՊ-ի փաստաթղթերի, Փաշինյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ պահանջների նշաձողը իջեցնելու անհրաժեշտության մասին։ Նա խորհրդարանին փոխանցեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է անել հենց դա, եւ որ դա առանց նման պայմանների համաձայնության Հայաստանը աջակցություն չի ստանա։ Փաշինյանը այդ օրը խորհրդարանում հանդես եկավ բավականին անկեղծ ելույթով հայտարարելով, որ միջազգային հանրությունը պահանջում է նշաձողը իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում։ Այդ նշաձողը ըստ վերջին տարիների Փաշինյանի հրապարակային ելույթներին դարձել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կամ անկախության ճանաչումը։ Նրա խոսքով միջազգային հանրությունը Հայաստանին ասում է, որ լինել աշխարհում միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Միջազգային հանրությունը կրկին մեզ ասում է՝ մի փոքր իջեցնել մեր նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Հակառակ դեպքում միջազգային հանրությունը ասում է՝ խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ասաց Փաշինյանը։ Մինչև 2022-2023 թվականները այս փոխակերպումը վերածվեց մի ամբողջ փիլիսոփայական համակարգի։ Փաշինյանը սկսեց տարբերակել իրական Հայաստանը եւ պատմական Հայաստանը, դրանք ներկայացնելով որպես անհամատեղելի եւ նույնիսկ միմյանց հետ հակասող։ Ըստ Օնիկ Ջեյմս Գրիգորյանի վերլուծությանը Hague Research-ի համար Pashinyan's Populist Shift from Nationalism to Pragmatism 2024 թվականի մայիսին Փաշինյանը զարգացնում է այս փաստարկը սահմանազատման համատեքստում։ Նա պնդում է, որ իր կառավարությունը եկել է այն համոզման, որ պատմական Հայաստանը եւ ժամանակակից Հայաստանը ոչ միայն անհամատեղելի են, այլ հաճախ հակասության մեջ են միմյանց հետ։ Գրիգորյանը հայտարարում է, որ Փաշինյանը սահմանազատումը կապում է իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջև սահմանազատման հետ։ Ոչ միայն աշխարհագրական գործընթաց, այլև հոգեբանական եւ քաղաքական գործընթաց։ Գրիգորյանի խոսքով այս վերագնահատումը թույլ տվեց Փաշինյանին արդարացնել սահմանադրական փոփոխությունները, ներառյալ Արարատ-Լեռան պատկերի հնարավոր հեռացումը պետական խորհրդանիշներից, քանի որ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում։ 2023 թվականի մայիսին Փաշինյանը ասաց երեխաներին, ովքեր սխալմամբ Արարատը անվանել են Հայաստանի ամենաբարձր լեռը. Մենք բոլորս շփոթում ենք հայրենիքի եւ պետության հասկացությունների տարբերակման մեջ։ Մենք անընդհատ ստիպված ենք ընտրություն կատարել հայրենիքի եւ պետության միջև, եւ մեր ընտրությունը պետք է լինի ի օգուտ պետության, որովհետեւ մենք անընդհատ պարտվելու ենք։ 2024 թվականի հունիսին Փաշինյանը արտասանեց այն արտահայտությունը, որը մեջբերում է Civilnet-ը։ Մենք չենք կորցրել Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Civilnet-ը իր Pashinyan's Sovereignty Illusion Losing Karabakh Finding Armenia վերլուծության մեջ սա բնութագրում է որպես post-ճշմարտության օրինակ, անհերկելի փաստերի վերաիմաստավորում եւ հուզական եւ խորհրդանշական պրիզմայով։ Ըստ պարբերականի ողբերգությունը ոչ թե հերկվում է, այլ վերաիմաստավորվում, պարտությունը դառնում է զոհաբերություն, ինքնիշխանությունը հռչակվում է, այլ ոչ թե ցուցադրվում։ Ինչը վերաբերվում է քաղաքական գործընթացին, ապա Գրիգորյանը իր վերլուծության մեջ նշում է, որ Փաշինյանի վարկանիշը 2018 թվականի 70%-ից իջել է մինչև 20% 2023 թվականի դեկտեմբերին։
Այս իրավիճակում պարտության վերամեկնաբանությունը որպես ձեռքբերում ծառայում է երկու նպատակի՝ շեղել հանրային դիսկուրսը, ռազմական պարտության համար պատասխանատվությունից խուսափելու համար եւ ստեղծել ազգային վերածննդի նարատիվ։ Գրիգորյանը արձանագրում է, որ այս ռազմավարությունը հենվում է Փաշինյանի ֆիրմային պոպուլիզմի վրա, որը նախկինում թույլ էր տալիս նրան մանիպուլացնել լսարանին։ Սակայն նշում է վերլուծաբանը, նման մոտեցումը ունի խնդիրներ։ Այն թույլ չի տալիս անցկացնել վերջին պարտության լուրջ հետաքննություն, որը անհրաժեշտ կլիներ պետական ներուժի վերականգնման համար։ Սիվիլնետը զգուշացնում է, որ դա խոչընդոտում է քաղաքական հասունությանը, ինքնիշխան Հայաստանը չի առաջանա հանրային կարծիքի հետ մանիպուլյացիաների արդյունքում։ Այն կարելի է կառուցել միայն վերջին պատմության սթափ իմաստավորման, պետական ներուժի վերականգնման ուղղությամբ անկեղծ ջանքերի եւ քաղաքական հասունության միջոցով, որը թույլ է տալիս ընդունել ձախողումը առանց այն որպես հաղթանակ ներկայացնելու։ Եթե Հայաստանը իրոք պետք է գտնել, այն պետք է կառուցել, այլ ոչ թե պատկերացնել։ Ըստ Գրիգորյանի, միջազգային հանրությունը հավատում է բարեփոխումների եւ խաղաղության որոնման մասին Փաշինյանի այս նարատիվին, որովհետեւ դա ավելի հարմար է, քան ընդունել այլընտրանքային մեկնաբանությունը, որ առաջնորդը, ով գործում է անպատասխանատվությամբ, երկիրը հասցրել է աղետի։ Նման մոտեցումը Գրիգորյանի խոսքով թույլ տվեց Փաշինյանին ստանալ միջազգային աջակցությունը։ 2024 թվականի ապրիլին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լայնը հայտարարեց, որ հաջորդ 4 տարիների համար Հայաստանին 270 միլիոն եվրոյի օգնություն կմատակարարեն։ 20% վարկանիշ ունեցող քաղաքական գործչի համար նման միջազգային աջակցությունը կրիտիկական նշանակություն ունի քաղաքական գոյատևման համար։ Բայց ինչպես մատնանշում է Գրիգորյանը, դա թաքցնում է խորը իրականությունը։ Ռուսաստանից հետագա դիվերսիֆիկացումը պահանջում է նոր դաշնակիցներ եւ նոր շուկաներ, իսկ Հայաստանի 4 սահմաններից 2-ը մնում են փակ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ 10 տարի առաջ ես ասում էի այն, ինչ բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր լսում։ 2016 թվականի ապրիլի 20-ին Վաշինգտոնի քաղաքական ֆորումում ես պարզապես ասացի, եթե ոչինչ չփոխվի, Ադրբեջանը զինվելու է, իսկ Հայաստանը թուլանալու է, եւ երբ Ադրբեջանը հարձակվի, նա հաղթելու է եւ Հայաստանը կորցնելու է Արցախը։ Դա էքստրասենսի կանխատեսում չէր, դա պարզ տրամաբանություն էր, որ նոր զենք է գնվում, Ադրբեջանը ուժեղանում է, եւ Հայաստանը դա չի անում, թուլանում է։ Վերջ։ Եվ 2020 թվականին ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ այնպես, ինչպես ես ասել էի։ Բայց ահա թե որն է խնդիրը։ 2018 թվականին, երբ Փաշինյանը եկավ իշխանության, նա հնարավորություն ուներ ամեն ինչ փոխելու։ Նա ուներ գեներալ Սարգսյանի պատրաստի նորացման պլանը։ Նա ուներ փող, ռազմական բյուջեն հասել էր հնայի 4.9%-ին։ Նա ուներ ժամանակ եւ ժողովրդի աջակցությունը։ Պատմության մեջ կան պահեր, երբ աղետը չի գալիս որպես կայծակի հարված։ Նա գալիս է որպես դանդաղ, հազարավոր փոքր որոշումների հետևանքով։ Յուրաքանչյուրը թվում է գրեթե տրամաբանական իր ընդունման պահին։ Որոշում չգնել հրթիռները կործանիչների համար, որոշում դուրս գալ բանակցային գործընթացից, անտեսել ռազմական հետախուզությունը։ 2020 թվականի հունիսին, որը զգուշացնում էր թուրքական մասնակցության մասին, որոշում չհայտարարել լիակատար զորահավաք պատերազմի 3-րդ օրը։ Եվ այս որոշումներից յուրաքանչյուրը հանգեցրեց հաջորդին։ Չիրականացված ծրագիրը թույլատրեց բանակը։ Հետախուզության անտեսումը երկիրը թողեց առանց նախազգուշացման։ Զորահավաքի բացակայությունը նշանակում էր, որ Արցախում կազմակերպված բանակի փոխարեն կռվում էին կամավորները։ Առաջարկի մերժումը հանգեցրեց 3 շաբաթվա պատերազմի արդեն կորցված տարածքների համար։ Միասին այս որոշումները ստեղծեցին ոչ թե պարզապես պարտություն, նրանք ստեղծեցին մի աղետ։ Եվ ամենատխուրն այն է, որ այս ամենը կանխատեսելի էր։ Գեներալ Գասպարյանը զգուշացրել էր հունիսին։ Հետախուզությունը զեկուցում էր անընդհատ։ Արևմտյան վերլուծաբանները վերլուծում էին։ Ես զգուշացրել էի դեռևս 2016 թվականին։ Բայց նախազգուշացումները լսելը թանկ է, որովհետև դա նշանակում է գործել։ Դա նշանակում է փոխել սովորական սխեմաները։ Դա նշանակում է պատասխանատվություն ստանձնել։ Շատ ավելի հեշտ է գեղեցիկ բառեր ասել եւ հույս ունենալ լավագույնի վրա։ Փաշինյանը ընտրեց այդ ճանապարհը։ Գեներալ Հակոբյանը պատճառը ճիշտ անվանեց՝ առաջնորդության բացակայություն եւ տգիտություն։ Եվ ահա թե ինչ մնաց։ Ստեփանակերտը ուրվական քաղաք է։ Ոչ մի խաղաղ բնակչություն, միայն ադրբեջանական ռազմական զորք։ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։ Զանգեզուրի միջանցքը վերանվանեցին Տրիպ եւ վարձակալության հանձնեցին 49 տարով։
Եվ 150,000 հայ սպասում են տանը, որ այլևս չկա։ Սա փոքր որոշումների գինն է։ Այժմ ընտրություններ են 2026 թվականին։ Հարցը պարզ է. կարթնանա Հայաստանը այս անգամ, թե պատմությունը կկրկնվի, որովհետև կրկնության նախադրյալները արդեն ձևավորվում են։ 4 սահմաններից 2-ը փակ են։ Տնտեսությունը կախված է Ռուսաստանից։ Ռազմական ներուժը թուլացած է եւ ենթարկվում է խտրականության։ Եվ եթե նոր ղեկավարությունը կրկնի անցյալի սխալները, եթե ռազմավարության փոխարեն ընտրի PR-ը, պատրաստվածության փոխարեն հռետորաբանությունը, ապա պատմությունը կհնչի ճիշտ նույն կերպ, բայց այս անգամ ուղիղ կրակոց չի լինի։